Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային ժողովում հայտարարել է, որ թոշակի բարձրացման հարցը քննարկելուց հետո եկել է այն եզրակացության, որ թոշակը 10,000 դրամով բարձրացնելու դեպքում թոշակառուները չեն իմանա ինչպես ծախսել այդ գումարը։ Վարչապետը հայտարարել է, որ առաջնային առողջությունն է եւ որ այդ 10,000 դրամը կներդնեն առողջության ապահովագրության վրա։ Նա նաեւ ասել է, որ հանձնարարել է կառավարությանն աշխատել թոշակառուներին զբաղվածության ծրագրեր մշակելու ուղղությամբ։ Armenia Today-ի նկարահանող խումբը հարցում է անցկացրել Երևանում եւ խնդրել քաղաքացիներից գնահատել վարչապետի մոտեցումները այս հարցի շուրջ։ Թոշակառու եմ եւ խնդրում եմ նման շեզոֆրենիկի կողմից հարցադրված հարցերով ինչ չտիմեք։ Նա շեզոֆրենիկ է, գիշերը քնում է, առավոտը ուրիշ բան է մտածում, թող մտածի այս ժողովրդի բարելավման համար։ Իսկ թոշակառուն ինչի կարիք ունի։ Թոշակառուն ամեն ինչի կարիք ունի։ Թոշակի բարձրացման կարիք ունի, որ կարողանա ապրի եւ ոչ թե յոլա գնա ու քաշ գա այդ ողորմությունով։ Ով ուզում է եղնի ցավը տանեմ, անի только обещать, բայց ես Փաշինյանի կողմից եմ, ես իրան շատ եմ սիրում։ Գիտեք ինչ, եթե թոշակը բարձրացնեմ, դուք չեք իմանա, թե ինչի վրա այդ գումարը ծախսեք, չեք իմանա ինչի վրա։ Դուք հավատում եք, որ այտենց բան կեղնի, ոնց է ինչի վրա ծախսեմ։ Պետք է ուտելու վրա ծախսեն։ Թոշակառուները ինչ պետք է անեն։ Իրանց երեխեքը օգնեն, իր վարձը մուծեն, մենք нам хватит։ Мне кажется, ես հավատում եմ ջան, եւ վատ բան չեմ կարող ասեմ։ Ինքը պետք է իմանա ինչ վրա եմ ծախսում։ Այ քեզի բան։ Ես կարող ուրիշ բանի վրա եմ ծախսում, թե ասեմ Նիկոլ Փաշինյան, ծախսում եմ սրա վրա, այդ արդեն իմ ցանկությունն է, չէ՞ ինչ վրա պետք է ծախսեմ։ Ինչ ասեք։ Ասում եմ, որ կարող են աշխատել 65, 60, 75, 70 տարեկան տարիք չի, կարող են գնալ աշխատել։ 85 տարեկան մարդ եմ, ես ո՞նց աշխատեմ։ Ես կյանքում էլ բանկ չեմ, չգիտեմ, ես քարտը ոնց կարամ փող անեմ։ Ես բաներ ասարք է, որ մարդիկ չեն կարող։ Իմ տարիքը մարդը չի հասկանում, ոնց քարտով վայկներս, ոնց քարտով փող անեմ, որտես հանեմ, ինչով առտուրան, ինչ անեմ ես։ Սխալ բաներ է դա։ Ես ճիշտ չեմ համարում։ Ես ոնց կարամ ապրել։ Մենակ մարդ եմ։ Կինս էլ ինձ նման պարապկանիկա։ Օգնողել չունեմ, ինչ անեմ, ասեք։ Ինչ եք գնում ձեր թոշակով, ինչ եք կարողանում գնել։ Մենակ ուտել է մեկը կոմունալ, իսկ չի էլ հերիքում։ 50,000 թոշակ է իմ թոշակը։ Դրանով ապրել կլինի։ Ես չեմ ասել, դուք ասեք։ Ինքան շատ են տվել, զարմանում եմ, այդ 40,000 դրամ թոշակ եմ ստանում, դա է չտա, օշպրզն ենք, էլ ուրիշ չնար չկա։ Ինչի կարիք ունեք, ինչ է թոշակառու։ Ոդիս գլուխ կարիք ունենք, ուրիշի տված շորն եմ հագնում, մի քիչ փոքր էր, բայց ոչինչ յոլա ենք գնում, 46,000-ով դուլը մի ամիսում յոլա գնա, ոնտի նոր կհասկնաս ինչ է։ Նաև ասել է, որ պետք է աշխատեն եւ առաջարկել է զբաղվածության։ Ես ժամանակին աշխատել եմ, հիմա առողջություն չունեմ, թող բուժե տնեմ այդտեղում կաշխատեմ, ոնց մարդ դժվարություն չկա, բայց ուր է աշխատատեղ։ Փող ունենամ ադամներս կսարքեմ։ Թոշակառուների մասին ոչ մեկը հոգ չի տանում, եթե կողքից օգնություն, ես օրինակ գիտեմ մարդիկ, որ 36 թե քանի հազարով են ապրում ու չեն պատկերացնում ոնց են նրանք ապրում։ Ես այս տարիքում ինչ որ գործ ունեմ, անում եմ բանը փող է վաստակ։ Մի խոսքով խնդրեմը մնում է 70-75 տարիք չի կարող են աշխատել։ Հիմա իմ մոտ 70 տարիք եմ կարամ աշխատեմ, բայց ես վիճակով ստիպած ենք աշխատում։ Օրինակ մեր ընտանիքում ընդհանուր միայն գազը եւ էլեկտրոէներգիա կազմա 46,000, թոշակը 68,000 է։ Հաշվի կնորցել 50,000։ Պոստը ուղղակի կողքից հնարավորություն կա օգտվում են, թե չէ եթե մնանք մենք մեզանով, այդ 2-ից 130,000-ը չէր օգնի։ Ինչի չենք իմանա ծախսանքի, բերան չունենք, թե ուտելու ձևը չգիտենք։ Չէ որ կոմունիստների ժամից լավ ըստ պահանջի ապրել ենք, բայց հիմից տրլնգացած ենք ապրում։ Նախ կոմունալ ծախսերը կբավարարեի, որտեվ ոնց ասած չենք այնպես անհրաժեշտորեն ծախսում հոսանքը գազը վախենալով որպեսզի մեր թոշակը բավարար է։ 10,000 դրամը բնականաբար իր նպատակը, եթե պետք է ավելանա, շատ լավ կլինի։ Պետք է։ Ինչ է պետք, ինչ պետք է գնեք, որ չեք կարողանում գնել։ Դեղերը խոսքի իմ տան համար բան առնեն, միայնակ եմ, մենակ ապրում եմ։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ դուք չեք իմանա ինչի վրա այդ գումարը ծախսեք։
Ո՞նց չենք իմանա, որ ստանում ենք, չենք իմանա, ինչի վրա ծախսենք։ Դժվարանում եմ ասել, բնականաբար միշտ էլ դրամի կարիք ունենք։ Աշխատավարձը չի բավարարում։ Բայց թե ինչ նկատի ունի վարչապետը չեմ գիտի։ Ասում չի իմանա ինչի վրա այդ գումարը ծախսեք։ Այս ինչի կողմնորոշվի, որովհետև կարիքները շատ են։ Ոչ են կարա իմանանք, որտեղ պետք է մենք ծախսենք։ Օրինակ ինչի կարիք ունեք, ինչ գնումներ պետք։ Բժիշկի կարիք ունենք, սնունդի կարիք ունենք, վանդեղի կարիք ունենք, ինչի կարիք չունենք։ Ասում են, որ 75, 70-65-ը տարիք չէ, կարող են զբաղվածությունները առաջարկել։ Ես 72 տարեկան եմ, ոնց կլինի դա։ Ասում են կարող են աշխատել, կարող եք աշխատել։ Ես չկարա։ Ես 50 տարեկանից եմ տունը նստած, որովհետև իրանցա թոշակառու եմ։ Ես 36,000 թոշակ եմ առնում։ Կինս 50-ի տարած է։ Ես Փաշինյանի խնդրասկյանին, որ բոլորին թոշակառուներին մի հատ լավ նայ է։ Փաշինյանը ասում է, որ 60, 65, 70, 75 տարեկանը տարիք չէ, կարող են գնալ աշխատել։ Չէ, շատ ներող կյանի։ Փաշինյանը սխալվում է։ 75 տարեկան կինը ոնց է երթում աշխատում։ Հա? 50 տարած կինը ոնց է աշխատելու։ Դե թող Փաշինյանի կնիկ է երթ աշխատի։ Եթե Փաշինյանը այդքան բանը ունի ասելու, ինչի չի ասել իր տղեն ինչի անում։ Եթե մարդը ստանում է 55,000 թոշակ, մի կերպ է ապրում, ինչ անի այդ մարդը, ինչ անի, կարիք չունի, ամենամեծ կարիքն ունի թոշակ առում։ Եթե հիվանդ է, վատ առողջ է, դեղի կարիք ունի, սնունդի կարիք ունի, ինչպես կարող է ապրել։ Այսինքն դուք Ու եթե ես ի վիճակի չեմ աշխատելու, այդ 10,000-ը կարա մի կոմունալ սմուծեմ։ Ով չունի այդ գումարի կարիքը։ Բոլորն էլ ունեն, ոչ չունեն։ Բոլորն էլ ունեն, բնականաբար քարտով ծախսում չեն իմանում։ Ինչ գնումներ եք անում օրինակ ձեր թոշակով։ Բավարարում է ձեզ։ Լրիվ։ Ես բավարարում եմ։ Հիմա չկա տենց թոշակ, որը թոշակառուին կօգնի։ Օրինակ թոշակով ինչ է գնում թոշակառուն։ Կարողանում գնել։ Չիստը, ված ուտելիք երեխաների համար որոշ բաներ, բայց ոչ ավելին։ Վճարումներ չեմ անում։ Երեխաներն են դրանով զբաղվում, դրա համար իմ թոշակը ծախսվում է հիմնականում տան վրա եւ թորնիկներիս։